ադրբեջանական հայտարարությունները չեմ սիրում ցիտել, որևէ մեջբերում անել, բայց այդ հաղորդագրությունները գոնե առաջին դեմքի մակարդակով Ադրբեջանի վկայում էին, որ ինչու չեն սիրում հատկապես Ռուբեն Վարդանյանին։ Դուք ինչ եք արել իրենց։ Միանգամից ուզում եմ հարցնել, երբևէ շփում ունեցել եք Ադրբեջանի նախագահի հետ։ Ոչ, չեմ շփվել ոչ մի անգամ, չնայած Մոսկվայում շատ ունեն, բայց դες չի եղել շփվել ենք։ Ոչ մի անգամ, իսկ ինձ թվում է ես ուղղակի բոլորի պլաները խախտեցի, ինձ թվում է իմ գալը ստեղ իսկապես շատ մեծ խնդիր մեծ եւ Ադրբեջանի համար եւ այն ուժերի համար, որոնք ուզում էին այս հարցը ուրիշ ձև լուծեն եւ Հայաստանում, եւ մի մաս Արցախում կան, որոնք շատ ուրախ կլինեն, որ այս իրավիճակը ավելի հանգիստ գնար ու առանց իմ մասնակցության։ Իհարկե ես հասկանում եմ, որ իմ գալը, իմ ներկայությունից դեռ բերել է ավելի մեծ հետաքրքրություն Արցախի նկատմամբ աշխարհում, ավելի մեծ արձագանք ինչ եղավ Արցախում, իհարկե մարդկանց մոտ ավելի շատ ոգևորություն կա, ավելի շատ հավատ կա ու սպասողություն կա ապագայի հետ կապված, դա շատ կարևոր բաներ են, որոնք չէին ուզում ոչ մի ձև դառնել, որտեղ իհարկե ես այս շփումը ունակ այս 3 օրվա մեջ ցույց տվեց, որ մարդկանց մոտ հույս կա, որ ոչ թե մենակ ես, այլ իմ հետ մարդիկ, որ եկել են, ստեղծելու մի հատ նոր մթնոլորտ, նոր իրավիճակ եւ մենք ստեղծել ենք նորից այն մթնոլորտը, որ եղել է 90-ականների սկզբին, երբ որ Արցախի շարժումը նոր սկսվել էր։ Ինձ անկեղծորեն անհասկանալի էր, թե ինչու Ալիևին դուրս չի գալիս այդ նշանակումը այն իմաստով, որ ինքը ձեզ համարում է Ռուսաստանի մայր։ Դու գիտեք, երեք ինքը Ռուսաստանի հետ շատ մոտ անձնավորություն է, ես դա չեմ հասկանում, էլի։ Ինչը դուր չի գալիս Ռուսաստանից։ Չզարմանաք, որտեղ մյուս խումբը երեք գրել է, որ ես Անգլիայի ներկայացուցիչ եմ, այդ մարդիկ երեք մեծ սոցիալ ցանցերում մեծ խումբ ռուսամոլ մարդկանց հենց գրել են, որ ես Անգլիայի ագենտ եմ։ Միջազգային արձագանք առհասարակ համապատասխանում է, համարժեք է տեղի ունեցած։ Դժվար է, երբ որ դու Ստեփանագերտում ես, մի քիչ գտնում ես այդ համաշխարհային իրադարձությունից մի քիչ դուրս, ես ասեմ, որ ես տեսնում եմ, որ ակին շատ մարդ տարբեր երկրներում արձագանքում են, բայց որպես պետություններ, որպես միջազգային կազմակերպություն, իհարկե ոչ։ Նույն Հայաստանում է, նույն ինչի խոսում եք, ինչի մենք ուրիշ երկրների մասին խոսում ենք, Հայաստանի մասին խոսենք, Հայաստանը չի արձագանքում, տենց ոնց որ ես կսպասեի եւ ուրիշ կազմակերպություններ հայկական հայտարարությունները դուրս չեն եկել, ես զարմացած եմ դրա մասին։ Իսկապես իմ համար անսպասելի է տեսնել տենց անտարբերություն կամ տենց զգուշություն սրա հետ կապված։ Օրինակ առաջին ալիքը եւ Պետրոս Կատարյանը կանչում է բոլոր մարդկանց հարցազրույցի, բայց ոչ մի անգամ Արցախից ոչ մեկին չի գրավել, հասկանա ինչ է իրավիճակը։ Առաջին ալիքը պետական ալիքն է, որ պետքա արձագանքի ինչ եղավ Արցախում։ Ինձ հետաքրքիր է առաջին ալիքի աշխատողներին եւ իրանց ղեկավարին ոնց են նայում այս իրավիճակին, ոնց են իրանց հետո աչքի են նայում իրանց ընկերներին ու իրանց ծանոթներին, թե իրանք այդքան բանը չեն անում ու չեն գտնում կարևոր արձագանքեր ինչ է կատարում Արցախում, Արցախում գտնվող մարդկանց հետ։ Թող ես չեմ ուրիշ մարդ լինի։ Ձեր ասած նորություններ ինձ համար, դա ինչ որ միտում եք տեսնում դրա հետ։ Չէ, չգիտեմ, ես կամ թող իրանք որոշեն, կամ անտարբերությունը կամ անփութությունը կամ միտումը հարացել։ Երկները պատասխաններ, երկները իմ համար երկները անունների պատասխաններ են այս իրավիճակում։ Մենք գտնում ենք հայրենական պատերազմում, մենք գտնում ենք ճգնաժամի մեջ, որը իսկապես կարող է վերի ոչ թե հումանիտար այլ մարդկային մեծ զոհերի եւ այդ կողմից ես հանգիստ պիտի բարձրանում ինչ ասեմ, ես չեմ հասկանում ինչի մեր կազմակերպությունները, կուսակցությունները եւ կառավարության կողմից եւ օպոզիցիայի կողմից Իրանք արձագանքը շատ թույլ է իմ կարծիքով, անընդունելի թույլ է։ Էլ չեմ ասում հատական կազմակերպությունները նույն համաշխարհային մենք ընդունված, ես ուղղակի զարմացած եմ իրանց պայելաձևով ու անընդունելի եմ դա ընդունելի հաշվում։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վարկագիծը ինչպես կգնահատեք։ Իրանք զգուշորեն փորձում են պահպանել իրանց երեսը Ռուսերեն ասած между Սիցիլիայի եւ Խարիբդե փորձում են անցնել եւ ցավոք սրտի երի նորից մենք ունենք որ իրանք իրանց ինտերեսներ ունեն, մենք չենք պահանջում ու օրինակ նույն Հայաստանն է ստորագրել Ադրբեջանի հետ եւ Ռուսաստանի հետ երկկողմանի պայմանագիրը
Հայաստանը չի ներդնում պայմանը, չի կարելի կատարում, Ռուսաստանը չի կատարում այն բանը, ինչ որ պետք է կատարի, եւ Վադևյան հանգիստ խախտում է այդ իր կողմանի ստորգաստուկտը եւ ոչ մի բան չի արձագանքում։ Դրա համար իսկ բոլորին շատ հանգիստ նայում են ինչ է կատարում 500,000 հետ։ Ես ուզում եմ ասեմ բոլորին, դուք հիշեք իմ խոսքերը, 30,000 երեխեքը ձեր մոտ ամեն գիշեր դուք քնած ժամանակ քունի մեջ դուք տեսնեք իրենց պատկերները ինչ որ կլինի։ Չմոռանաք այդ իմ խոսքերը հիմա ասված։ Մենք ունենք պլան B։ Այո, պլան B-ն մենք պետք է պայքարենք մեր մեր արժեքների, մեր հայրենիքի եւ մեր անցյալի համար պահպանել ամեն ինչ։ Դա ուրիշ բան չունի։ Պլան B-ն դա էս իրավիճակում եւ ես վստահ եմ, որ մենք հաղթահարել ենք այս դժվարությունները, ոչ մի կոչ չեմ անում, ոչ մի պատերազմի, այլ ուզում եմ ուրիշ բան։ Մենք չենք հանձնվելու, մենք չենք դառնալու ստրուկ եւ եթե մենք ինչ-որ բաժարով պետք է այս պլան B-ով գնա ամենավատ տարբերակով, մենք դրան ցավոք սրտի հասկանալու ինչքան մեծ գին ենք մուծելու, բրան պատրաստ ենք։